Կրտսեր Սոֆի Դևոյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջինս ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալով իր մասնակցությամբ լուսանկարներ, ցույց տալով իր առօրյա լուքերը և թե ինչպես է ժամանակ առ ժամանակ իր ժամանակն անցկացնում ընտանիքի անդամների հետ։ Սոֆի Դևոյանը նաև հրապարակումների տեսքով ներկայացնում է իր խառը աշխատանքային գործընթացից դրվագներ, շատ անգամ Պարուհին նշում է, որ իր օրը վաղ առավոտից սկսվում և ավարտվում է աշխատավայրում։ Երեկ կրտսեր Սոֆի Դևոյանը հրապարակում է արել ինստագրամյան հարթակում, որտեղ Պարուհին ցույց է տվել իր սլացիկ և գեղեցիկ մարմինը։ Հրապարակմանից Սոֆին ավելացրել է կոտրված սրտով էմոջի։ Այս հրապարակումը քննարկվել է համացանցում այնքանով, որ վերջին շրջանում Սոֆի Դևոյանի ինստագրամյան հարթակում շատ հաճախ կարելի է տեսնել նմանատիպ տխուր, մելանխոլիկ հրապարակումներ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ վերջինս մի քանի հրապարակումով էր հանդես եկել։ Վերջինս իր հրապարակումներին կից գրառումներ է թողել ու թող կատարվի գրել է Սոֆի Դևոյանը։ Հաջորդ լուսանկարը հետևյալ կերպ է մակագրել. «Փոթորիկներ են ներսումս, դա միայն ես գիտեմ, և դա միայն քեզ է տեսանելի», գրել է Պարուհի Սոֆի Դևոյանը։ Պրեմիերայից հետո ռեստարտ ա կոնկրետ պետք, օրերս հիմա դատարկ են տարօրինակ, բայց օքա, հանգստանում ենք, անցնենք առաջ, ավելի մեծ ու կարևոր բաներ են առջևում։ Ամեն ինչ ընտիր ա, գրկում եմ բոլորիդ։ Նմանատիպ հրապարակումներով է կիսվել Պարուհին իր ինստագրամյան էջում, որոնք ասեկոսեների տեղիք են հանդիսացել, շատերը ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում վերջերս ամուսնացած, բոլորին երջանիկ թվացող Պարուհու կյանքում, սակայն պարզից էլ պարզ է, որ նա պարզապես հոգնած է և այս ամենը գերհոգնածության և լարված մի քանի օրյա և մի քանի ժամյա աշխատանքի արդյունքն է։ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լայնորեն տարածվում է համացանցում։ Պարուհու հանդեպ այս ուշադրությունն ու սերը կարելի է համարել ավելի ակտիվ և առավել շատ վերջին տարիներին։ Բանն այն է, որ շատերին հետաքրքրում էր Սոֆի Դևոյանի անձնական կյանքը։ Վերջինս այս ամենը փորձում էր թաքցնել հանրությունից, սակայն վերջին ամիսներին նա հայտնեց, որ սիրելի ունի, նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ։ Սոֆի Դևոյանի սիրելիին և եղբորը շատերն են միմյանց նմանեցնում։ Օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի ժամանակ շատերն էին նշել, որ Սոֆի Դևոյանի եղբայրն ու նրա ամուսինը բավականին նման են միմյանց, դե իսկ Պարուհին էլ փաստել էր, որ շատերն են այդ կարծիքին։ Այս օրերին Սոֆի Դևոյանն իր մայրիկի հետ մասնակցում է երկու աստղ նախագծին։ Սա թերևս էլ ավելի է շատացրել Պարուհու հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Սոֆի Դևոյանը վերջին ամիսներին ամուսնացել է։ Նրա հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Պարուհին ընտրել էր ոչ ստանդարտ, յուրօրինակ և էլեգանտ հարսանեկան զգեստ։ Սա կարճ ժամանակ քննարկվեց համացանցում։ Շատերը նշում էին, որ իրենք երբեք չէին գնա այդ քայլին և չէին կրի նման հարսանեկան զգեստ։ Շատերն էլ փաստում էին, որ պետք է տարբերվել, քանի որ այսօր մեկը մյուսին նմանվում են հարսիկները, դե իսկ Սոֆի Դևոյանի ընտրությունը որպես այդպիսին տարբերվող է։ Սոֆի Դևոյանն այս օրերին ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, ցույց տալով իր նկարահանման հրապարակից կադրեր, թե ինչպես են պատրաստվում և աշխատում երկու աստղ նախագծի համար։ Դե իսկ այսօր էլ վաղ առավոտյան Պարուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել, գրելով «Բարի լույս»։ Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե որտեղ են ապրում ինքն ու ամուսինը։ Ինչպես կադրերից է երևում, նորակառույց բնակարան են ձեռք բերել և հենց այդտեղ էլ բնակվում է նորապսակ զույգը։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Սոֆի Դևոյանի, ինչպես նաև ավագ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ պարուհիները իրենց բարի խմբով մասնակցում էին հարսանիքի։ Ամուսնանում էր նրանց թիմից մեկը։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեզ, որտեղ պարուհիները մի լավ ուրախանում են։